Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Մոտ 10 տարի առաջ հենց այս օրերին ես դասավանդում էի Գլենդել հանրային քոլեջում Կալիֆոռնիայի, արդեն մի տարի այնտեղ դասավանդում էի։ Դրանից 2 տարի առաջ դասավանդել եմ Կալիֆոռնիայի պետական համալսարանում, որտեղ նաև սովորեցի ու ստացա իմ մագիստրոսի կոչումը ֆիզիկայի բնագավառում 2015 թվականին։ Ու դա արդեն իմ 3-րդ տարին էր, ինչ ավարտեցի դասավանդելը։ Ու այդ ժամանակ ես դիմում գրեցի այդ աշխատանքից հեռանալու համար։ Ու ես ուզում եմ ասեմ, թե ինչու այդ որոշումը կայացրի։ Իհարկե շատերը ովքեր ինձ հետևում են, շարժմանը հետևում են, երևի արդեն լսած կլինեն այս ամենը ինչ որ հիմա ասելու եմ, բայց ամեն դեպքում կներեք, բայց ստիպված եմ պարբերաբար կրկնել այս ամենը, որովհետև նոր մարդիկ կան, իմ մասին են իմանում, շարժման մասին են իմանում, ուզում են իմանան, թե ես ինչու եկա Հայաստան, ինչու այս ամեն ինչը նախաձեռնեցի, շարժումը եւ այլն, ուղղակի փորձեմ կարճ, հակիրճ ներկայացնեմ այս ամենը։ Ուրեմն, ինչպես գիտեք, ովքեր լսել են, ապրիլյան քարոզիա պատերազմը ինձ համար շատ մեծ խթան եղավ, որ ես այդ վերջնական որոշումը կայացրի Հայաստան տեղափոխվելու։ Իհարկե դրա միտումը դրանից առաջ ունեի, հատկապես 2013 թվականին, երբ առաջին անգամ Հայաստան այցելեցի, առաջին անգամ Հայաստանը իմ աչքերով տեսա, մոտ 2 ամիս մնացի, ու այդ պահին ես արդեն հասկացա, որ մի օր վաղ թե ուշ ես Հայաստան տեղափոխվելու եմ, ու այդ ժամանակ նույնիսկ ես նամակ հրապարակեցի Facebook-յան իմ էջում, դա հենց ասացի, որ պահը գալու է, որ ես գալու եմ Հայաստան ու հետ չեմ նայելու։ Ուղղակի այդ պահը շատ ավելի արագ եղավ, քան ես պատկերացնում էի, բայց ամեն դեպքում ճիշտ ժամանակին էր, որովհետև ինչպես ասացի, 2015 թվականին ստացա մագիստրոսի կոչումը ու մի տարի հետո ապրիլյան պատերազմը եղավ, բայց նախքան այդ ես արդեն 2015 թվականի վերջերն էր, 16 թվականի սկզբերը ես արդեն ուզում էի կամաց Հայաստան գալ, ուզում էի սկզբում գալ երևի տուն առնել, հետ գնալ, նման բան, էլի մի ոտքը ստեղ, մի ոտքը այնտեղ, բայց ապրիլյան պատերազմը ինձ արթնացրեց ու ես հասկացա, որ չէ, ես պետք է վերջնականապես Հայաստան տեղափոխվեմ, ամեն ինչ թողնեմ, գամ Հայաստան հաստատվեմ։ Ուղղակի ես չգիտեի, թե դա ինչպես է անելու, որովհետև այստեղ չունեի ոչ ընտանիք, ոչ բարեկամներ, ոչ ընկերներ, մարդիկ այն որոնց հետ խոսում էի առցանց Facebook-ում, բայց հիմա նրանք չկան, իմ շուրջ չկան, ամեն դեպքում չգիտեի ինչպես է անելու այդ ամենը զրոյից։ Բայց հավատում եմ, որ մի ճանապարհ կբացվի, որովհետև հավատում եմ, որ սա իմ տեղն է ու ես ինչ որ մի առաքելություն ունեմ կատարելու։ Ու հասկացա, որ մի փոքր քայլ պետք է անեմ։ Տեսնում էի, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Տեսա, որ այդ պատերազմը եղավ, բայց հասկացա, պատերազմը ավարտվեց, բոլորը անցան իրենց առօրյա գործերին։ Ամերիկահայությունը հենց պատերազմը ավարտվեց, իրանք էլ ժամանակ հենց ողջավորվեցին եւ այլն, հենց մի շաբաթ, մի քանի շաբաթ անցավ, արդեն իրանք անցան իրենց սովորական գործերին, կարծես թե վերջ, բան չի պատահել, բայց չէ, ես այդ պահից հասկացա, որ մի մեծ վտանգ է սպառնում ու ավելի մեծ պատերազմ է սպասում մեզ։ Այն ժամանակվանից ես գիտեի։ Ու ես ինքս ինձ խոսք տվեցի, ասացի, որ այս անգամ ես պետք է ակտիվ մասնակից լինեմ, հաջորդ անգամ, այսինքն հաջորդ պատերազմին ես պետք է ակտիվ մասնակից լինեմ, ոչ որպես пассив հանդիսատես։ Եթե պատերազմը շարունակվել ապրիլյան պատերազմը, եթե տենց, չգիտեմ, շաբաթներ, ամիսներ տևեր, շատ հավանական է ես այդ պահին ամեն ինչ կթողնեի առանց դիմում գրելու դուրս կգայի։ Մի խոսքով, բայց այդպես է դրա համար որոշեցի, որ չէ։ Պետք է անեմ, ինչքան է դժվար թվա այս պահին, ինչքան էլ անհավանական թվա, որովհետև մեծ գումարով չեմ եկել ընդամենը մի քանի $11,000, անկեղծ ասում եմ, հավաքած գումարով եկա նոյեմբերին, հենց դիմումը գրելուց 4 ամիս հետո, 4-5 ամիս հետո եկա Հայաստան, հենց առաջին ամսում բնակարան գնացի, հենց նույն թվականին 2016 թվականի դեկտեմբերին չկներեք, տուն գնացի, բնակարան չէ, սեփական տուն Երևանի Ծայրամասում ու սկսեցի վերանորոգման գործընթացը։ Բայց նորից ասեմ, այդ ամեն ինչը կար, միտումը միշտ ունեի Հայաստան գալու, Հայաստան տեղափոխվելու։ Ու ես առհասարակ Հայաստանի դեպքերով սկսեցի հետաքրքրվել 2008 թվականին սկսած, հենց այդ մարտի 1-ի դեպքերից հետո նոր սկսում էի ավելի ակտիվ հետևել Հայաստանում ինչ է կատարվում։ Առցանց ֆորումներին էի մասնակցում, այնտեղ
մեկ գրառումներ էի անում, իհարկե ավելի շատ անգլերեն էի անում, որովհետև հայերենս գրելս լավ չէր։ Ես վերջին ասենք, չգիտեմ, արդեն 7-8 տարի է, որ հայերենս բարելավել եմ, կատարելագործել եմ։ Այն ժամանակ ես լավ չէի գրում, լավ չէի խոսում, որովհետև հայկական դպրոց երբեք չեմ գնացել, ինքնուրույն եմ գրել, կարդալ սովորել 17 տարեկանում, բայց քերականությունը լավ չէր ու դե գիտեք, այնտեղի ապրող հայության մեծ մասը հայերեն ոչ միայն գրել ու կարդալ չգիտի, այլև նույնիսկ գրագետ խոսել ընդհանրապես չգիտի։ Դա էլ էր ինձ շատ նեղում, որ ես պետք է կատարելագործեմ, դրա համար հենց եկա Հայաստան, մի 2 տարի հետո, 2 տարի անցավ բանակի ծառայությունից հետո պայմանագրային ծառայեցի մոտ 8 ամիս, 6 ամիս Տավուշում, 2 ամիս հոպում, կորպուսի հոպում Երևանի Նուբարաշենում։ Դրանից հետո արդեն որոշեցի հայերենը կատարելագործել։ Ինչևէ, մի խոսքով եկա այդ միտումով եկա, զգացի հողի կանչը։ Ու այդ դիմումը ես գրեցի, հրաժարվեցի այդ աշխատանքից ու հենց հետաքրքիրն է, որ այդ նույն ժամանակ ես աշխատանքային առաջարկ ստացա JPL-ից, որը ոչ միայն Ամերիկայի, այլև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր գիտական հիմնարկներից մեկն է։ Այնտեղ դա NASA-ի մասնաճյուղն է։ Շատերը կերազան նման աշխատանքային առաջարկ ստանալ, նման հիմնարկում աշխատել։ Ճիշտ է, այդ ժամանակ որ առաջարկեցին այդ աշխատանքային առաջարկը, ինչ որ մեծ աշխատավարձ չէին առաջարկում, բայց ամեն դեպքում գիտեի, որ դա ամեն տարի շատացնում են, այնտեղ այդպեսին ասենք բան չեն անում, ամեն մեկին միանգամից մեծ աշխատավարձ չեն տալիս, քիչ-քիչ են շատացնում։ Եթե այսօր դեռ այնտեղ աշխատեի, ես հիմա հաստատ մի բավականին լավ աշխատավարձ կունենայի։ Բացի դրանից նաև պրեստիժ տեղը լավ հիմնարկում, միշտ ուզեցել եմ նման հիմնարկում աշխատել, գոնե մի քանի տարի, բայց հասկացա, որ չէ, արդեն որոշումս կայացրել եմ ու հետդարձ ճանապարհ չկա, հետդարձի ճանապարհ չկա։ Չեմ կարող նահանջել, չեմ կարող դավաճանել հողի կանչը ու չեմ կարող դավաճանել իմ ներքին ձայնին, այդ օրերին ես լավ հիշում եմ։ Իմ մոտ ինչ որ մի սուրռեալ զգացումներ էր։ Ու դրա համար զարմացա, որ իմ շուրջ մարդիկ անցան իրենց սովորական կյանքին։ Ես չէի կարողանում անցնել իմ սովորական կյանքին, ասենք, ոնց կարող էի դա անել։ Ես ինքս ինձ ասենք հայրենասեր ազգայնական եմ համարել, ինչպես կարող եմ շարունակել մնալ դասավանդել քոլեջում ուսանողներին մաթեմատիկա, ֆիզիկա սովորեցնել, երբ իմ հայրենիքը վտանգի տակ է։ Ես զգացի, որ այդտեղ ինչ-որ հակասություն կա, երկերեսանիություն է։ Ու նաև գարշում էի այնտեղի կեղծ հայրենասիրությունից, ինչպես Նժդենը ասել, ստա հայրենասիրությունից, որ միայն դրոշակ են ծածանում, կենացներ են խմում, բայց ոչ մի գործնական քայլ չեն անում։ Ես հասկացա, որ ամեն մեծ բան սկսում է փոքր քայլերից, ու ես ուզեցա այդ փոքր քայլը կատարեմ, որովհետև յուրաքանչյուրիս համար փոքր քայլը կարող է մեր ազգի ու առհասարակ պատմության համար շատ մեծ թռիչք լինել։ Ու դա պետք է բոլորս հասկանանք ու գիտակցենք։ Շատերը որ ուզում են ինչ-որ մի բան անեն Հայաստանի համար, միշտ մտածում են ինչ-որ միանգամից մեծ բան անեն, չէ։ Դա հնարավոր չի։ Այդ ամեն մեկը մի փոքր քայլ անի ճիշտ ուղղությամբ, շատ մեծ բան կստացվի։ Ու այդ ժամանակ ես դա գիտակցեցի ու հասկացա։ Ու այդ էր ես չի կարող այդ քայլից հրաժարվել։ Շատերը իհարկե ասում են, ինչի՞ տա պետք ես գնում, կփոշմանես։ Շատ քիչ մարդ իրականում աջակցություն ցուցաբերեց, մեծ մասը իրականում դեմ էր կամ ծաղում էր կամ նման բաներ։ Բայց ես գիտեի, ես վստահ եմ, որ պետք է Հայաստան գամ, մի ինչ-որ առաքելություն ունեմ անելու։ Հետո գնալով հասկացա, թե որն է այդ առաքելությունը։ Դրա համար եկա տունը առա, բանակում ծառայեցի պայմանագրային 6 ամիս, ինչպես ասացի, Տավուշի դիրքերում էի, հետո կորպուսի հոպ բաժնում, հետո դուրս եկա, ճիշտ ասած հիասթափվել էի այդ ժամանակ ոչ միայն զինվորականների մտածելակերպից, այլև մեր ազգի մեծ մասի մտածելակերպից, որովհետև ինչպես գիտենք, այդ կեղծ հեղափոխությունը եղավ 2018 թվականին ես այդ ամեն ինչը ականատես եղա, այդ ժամանակին ես դեմ էի այդ ամենին, ես ասում էի, որ սրանք բոլորը դավաճան են, գալու են, մի մեծ դավաճանություն անեն,
Բայց հեգնականորեն մարդիկ ինձ էին պիտակավորում որպես դավաճան, որ ես այդ դավաճաներին դավաճան եմ ասում։ Կյանքի հեգնակն է։ Մի խոսքով խզեցի պայմանագիրս դուրս եկա ու էտա որոշեցի հայերենս կատարելագործել։ Հենց 2 տարի հետպես կատարելագործեցի, նաև էլի շփվում էի այդտեղ, էլի տունը վերանորոգում ու պատերազմը սկսեց, պատերազմից հետո տեսա այդ կրկեսային ընտրությունները, այդ ժամանակ ես արդեն հասկացա, որ այս ամբողջ համակարգն է խնդիրը։ Ես էլ կարծում եի, ես կեղծ ընդդիմության մեջ ինչ որ կարող է հույս կա, ինչ որ կարող են իրանք մի բան անել, չէ, այն ժամանակ ես արդեն հասկացա, որ սրանք բոլորը իրար հետ են։ Սրանք բոլորը միասին դավեր են նյութում մեր հայրենիքի դեմ, մեր ամբողջ, կներեք, մեր ամբողջ պետականության դեմ։ Ու ես այդ ժամանակ հասկացա, որ եթե դա է խնդիրը, եթե ամբողջ համակարգն է խնդիրը, ուրեմն պետք է համակարգից լիովին դուրս մի նոր ազգայնական շարժում ստեղծել։ Ու դրա համար հիմնադրեցի հոսանք, այդ ժամանակը չգիտեի ինչ եմ անելու, ոնց եմ անելու, բայց էլի այդ հավատը կար։ Այդ իրականում այդ հավատից է, որ ես ամեն ինչը ասենք արել եմ։ Ու սխալ մի հասկացեք, ես ամեն ինչը չեմ ասում ինչ որ գլուխ գովալու համար։ Հակառակը։ Այս ամեն ինչը ինչ որ արել եմ, իրականում նվազագույնն է։ Սա այն ամենահասարակ պարզ բաներն են, որ պետք է ամեն հայրենասեր անի իրականում։ Այս ինչ որ զեհերոսություն չէ, սա իրականում պարտականություն է։ Ու նորից այդ աշխատանքից հրաժարվել ես չեմ դա նայում որպես զոհաբերություն, այդ բանից նայում եմ որպես զոհաբերություն ու պետք է նման բաներ պետք է անենք, նման քայլերի պետք է դիմենք, նման ռիսկեր պետք է անենք, որ եթե ուզում ենք հայրենիքի համար ինչ-որ մի օգտակար բան անել, պետք է նման բաներ անենք, բայց ամեն դեպքում հասկացա, որ դա այդքան էլ մեծ զոհաբերություն չէր, ընդհանրապես պարտականություն էր։ Որոշեցի անձնական պատասխանատվությունը կրել իմ ուսերին։ Ու ավելի պարզ դարձավ թե Հայաստանը ինչ վտանգի մեջ է, երբ որ տեսա նաև 2016 թվականի ամռան դեպքերը, երբ ներքին պառակտում եղավ այդ ՊՊՑ գունդի պահը, ասենք տեսա արտաքին վտանգը, հետո տեսա ներքին վտանգը ու հասկացա, չէ, ուրեմն լուրջ վտանգի տակ է Հայաստանը։ Այն Հայաստանը, որի մասին ես երազել եմ, միշտ ասենք կարդացել եմ եւ այլն, ամեն ինչը իմ հոգում կար։ Ու նորից ասեմ, եթե մի բան սիրում ես, պետք է գնաս նրա համար պայքարես։ Ես այդպես եմ նայում։ Ու դրա համար այս ամեն ինչը նոր եմ ես հասկանում, որ ինչ որ կատարվում է Հայաստանի դեմ, չի սկսել 2023 թվին կամ 2020 թվին կամ նույնիսկ 2018 թվին, սկսել են 2016 թվականին հայոց պետականության դեմ, մեր անկախության դեմ այս պատերազմը մեր թշնամիների կողմից սկսել է հենց 16 թվականին, այս 21-րդ դարում։ Ու հասկացա, որ այդ պատերազմից հետո, որ պետք է մենք նորից կյանքի կոչենք հայ ազգայնականությունը։ Պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպիսին է լինում հայ ազգայնականությունը 21-րդ դարում քաղաքական դաշտում։ Հոսանքի ամբողջ նպատակը դա է։ Որ աշխարհը իմանա հայ ազգայնականի դիրքորոշումը յուրաքանչյուր կարևոր հարցի շուրջ։ Մինչև հիմա դա եմ անում, դրա համար եմ անընդհատ մեր գաղափարներն եմ քարոզում, ես ինչ ունեմ, ինչ ռեսուրս ունեմ, օգտագործում եմ իմ հնարավորության սահմաններում։ Ես ոչ հովանավոր ունեմ, ոչ ինչ որ ֆինանսավորող ունեմ, ովքեր օգնում են փոքր գումարներով իմ աշխատանք արցանց մաթեմ եմ դասավանում այդ փոքր գումարով, այդ ամեն ինչով։ Ու ես ուզում եմ իմ օրինակով օրինակ ծառայեմ մյուսներին, թե ինչպիսին է լինում քո ուսերի վրա դնել այդ ամեն ինչը։ Դու քո ստեպական ուժերի վրա հենվես ու փորձես մի բան անել։ Եթե մենք ուզում ենք աշխարհին ցույց տանք, որ մենք կարող ենք ազգովի մեր ազատագրական պայքարը մղենք ու հույսը դնենք միայն մեր ուսերի վրա, մենք պետք է նախ այդ մենք հայ ազգայնականներս այս պահին այդ օրինակը ցույց տանք։ Նման ինչ որ բան անելով, ինչ որ շարժում ստեղծելով եւ այլն։ Ու հազար եմ ասել, եթե մարդիկ ովքեր չեն սիրում ինձ կամ ոճը չեն սիրում շարժման, ասել եմ, բազմիցս ասել եմ ու խնդիր չկա, նորից կասեմ, դուք ինքներդ գնացեք առանձին մի շարժում ստեղծեք, ձեր դրոշով, ամեն ինչով համակարգից դուրս, այդ երկու պայմանը համակարգից դուրս ու համակարգի դեմ, ոչ մի օլիգարխի խամաճիկը բանը չլինեք, առանձին ձերը ստեղծեք,
մի հատ հետո կոալիցիա կունենանք, մի ցանց կունենանք հայ ազգայնականների։ Եթե ամեն մեկը անի տես 10-20 հոգի անդամ ներգրավի, իր շարժում ունենա, իր գաղափարները քարոզի, մենք մի հատ մեծ ազգայնական ցանց կունենանք ու դա քիչ չլինի։ Դա բազմիցս ասել եմ, բայց հարկավոր եմ համարում անընդհատ կրկնելու, որովհետև շատ կարևոր է դա։ Հետո հասկացա, որ իմ պայքարը իրականում սկսեց 16 թվականին։ Հա, ճիշտ է, շարժումը հիմնադրեցի 2021 թվականին Հայաստան գալուց 5 տարի հետո, պատերազմից մի տարի հետո։ Այդ ժամանակ պաշտոնապես սկսեց իմ քաղաքական պայքարը, բայց հիմա որ մտածում եմ, իրականում սկսել է 16 թվականին։ Ու այս ժամանակ ես երբ եկա Հայաստան, այդ ժամանակ մարդկանց մտածելակերպը լրիվ այլ էր։ Ես կարծես թե լրիվ ուրիշ իրականության մեջ եմ հիմա ապրում։ Այն ժամանակ մարդիկ ավելի, չգիտեմ, ոգևորված էին, ասում էին ոչ պիտի հող, Արցախը երբեք չենք տա եւ այլն եւ այլն։ Նախիջևանն են ազատագրելու հաջորդը նման մտքերով են մարդիկ ապրում։ Ես էլ այն ժամանակ անձամբ մտածում եի, որ պետք է մենք Արցախը ոչ միայն միացնենք Հայաստանին, այլև Նախիջևան ազատագրենք։ Հիմա 10 տարի անցել է, լրիվ ուրիշ իրականության մեջ եմ ապրում։ Լրիվ այլ իրականության մեջ։ Մարդիկ հիմա սրտիկներ են անում եւ այլն։ Բոլորը ստրկամիտ են դարձել, բոլորը ուզում են հնազանդվեն, թե ռուսին, թե թուրքին, թե ջհուդներին, թե բոլորին միասին։ Բայց հասկացա նաև, որ էտա մի ծայրահեղությունից մյուսն է գնում մեր ժողովուրդը, մեր ազգը։ Ու մենք պետք է հասկանանք, որ այդ պահը նորից կարա գա։ Ու ես ուզում եմ իմ փոքր լուման ներդնեմ, որ այդ պահը որ գա, հասունանա, մենք կարողանանք ոչ միայն այդ 16 թվականին իմ տեսած այդ մարտական ոգին վերականգնել, այլ գերազանցել այն։ Պետք է գերազանցենք այն, որովհետև այդ է պահանջում։ Մեր օրասական վիճակը այդ է պահանջում։ Միայն միասնական, ազգայնական դիմադրությունը կարող է ջախջախի մեր թշնամիների բոլոր ծրագրերը, դա է միակ ճանապարհը։ Մոռացեք այս բոլոր անկապ մեկնաբաններին, ովքեր իրենց դրել են ամենայն հայոց իմաստունների տեղ, ամեն օր ինչ որ վերլուծություններ են անում, կարծես թե եսիմ ինչ հրաշալի մտքեր են ասում։ Իրականում բոլորը ճիշտ է, շատ նույն բաներն են քարոզում։ Նրանք չեն ուզում ոգևորեն ազգին, որ ազգը պետք է իր ուսերի վրա դնի իր փրկության հույսը։ Ըստ դրա մասին առանձին կխոսեմ, հիմա չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, բայց դա է իրականը հայ ազգայնականությունը։ Այդտեղից է սկսում ամեն ինչ։ Մեր բոլոր հաղթած պատերազմները այդ մտածելակերպով ենք հաղթել։ Այդ մտածելակերպով ենք մենք ազատագրել, առաջ գնացել, ոչ թե հնազանդվելով ու խոնարհվելով։ Ու դա կարճ ասած, այդ է 16 թվին այդ ամեն ինչի մեջ արտացավ։ Դա հրաժարվեցի, այդ կյանքից հրաժարվեցի, ամերիկյան կյանքից հրաժարվեցի, այսպես կոչված ամերիկյան երազանքից, բայց չնայած այնտեղ արդեն ես գարշում էի։ Գարշում էի, նորից ասեմ, այնտեղի կեղծ հայրենասիրությունից, իրենց դատարկ ճարերից, դրոշակ ծածանելուց, ես չէի ուզում նմանվել նրանց, որ միայն հայրենիքը սիրում են հերվից սիրել։ Դա ձևականություն է։ Ես ուզեցա ցույց տամ, թե ինչպիսին է լինում իրական հայրենասիրությունը։ Ու դա ամեն մեկս պետք է այդ օրինակը ծառայենք։ Նորից ասեմ, սա ինչ որ մի մեծ բան չէ։ Ցավալի է, որ մարդիկ մինչև հիմա զարմանում են, որ ես եկել եմ, ինչու եմ եկել, բանակում ծառայել, պատերազմին մասնակցել սկզբից վերջ, զարմանում եմ, բայց ասենք իրականում անկեղծ, ես չեմ զարմանալու բան չկա։ Լիովին անկեղծ եմ, զարմանալու բան ընդհանրապես չկա։ Ընդհանրապես եկել եմ իմ երկիր, ինչ որ պետք է արել եմ։ Ու փորձում եմ ինչ որ մի բան անել։ Չեմ կարող ես հիմա անտարբեր մնալ, տեսնելով թե ինչ է կատարվում, հասկանալով այս ամեն ինչը, հասկանալով ճշմարտությունը, ես չեմ կարող իմ ձեռքների վրա ծալած նստեմ։ Պետք է մի բան անեմ։ Որքան էլ փոքր լինի հաջողության հասնելու հավանականությունը, մի բան պետք է անենք։ Սա է ամենակարևորը։ Մի քայլ, մի փոքր քայլ։ Այդպես, որ մենք ամեն մեկս փոքր քայլ անենք, բոլորս միասին քայլեր կկատարենք Արարատյան երկիր 2015 թվականին ես առաջին անգամ գնացի ցեղասպանության քայլերթին։ Գրեթե ամեն տարի գնում էի քայլերթին, բայց վերջին տարին 2016 թվականին չգնացի։ Հենց ապրիլ 24-ի 2016 թվականին չգնացի, որովհետև հասկացա, որ ես պետք է արդեն իրական քայլերթ կատարեմ ու գնամ
իմ հայրենի երկիր ու պայքարեմ, իմ փոքր լուման ներդնեմ Հայաստանը նորից հզոր դարձնելու համար։ Այն ժամանակ ես առաջին անգամ ոտքս դրեցի հայրենի հողի վրա ու իմ մտքում միայն մեկ բան կար՝ պայքարել անկախ միացյալ ու ավելի հզոր Հայաստանի համար, ու այս 10 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել։ Դրա համար շարունակում եմ պայքարը, դրա համար իմ մոտ կա այդ հետևողականությունը, կա այդ ամեն ինչը, որովհետև այդ օթից չեկավ։ Այդ իմ մեջ կա, ես այդ ամեն ինչ իմ մեջ եղել է, ես ապրել եմ այդ գաղափարներով ու հասկացա, որ հերիք չէ այդ գաղափարները կրել, այլ պետք է այդ գաղափարների համար պայքարել ու առաջ տանել դեպի հաղթանակ։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։